նախատեսել է, որ արտերկրում բնակվող միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք աշխատում են դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացություններում եւ նրանց ընտանիքի անդամները համատեղ բնակվող կարող են մասնակցել քվեարկության էլեկտրոնային եղանակով։ Մնացած բոլոր հայաստանյան քաղաքացիները, որոնք բնակվում են արտերկրում, քվեարկությանը կարող են մասնակցել, սակայն այդ կապակցությամբ արտերկրում տեղամասեր չեն ձևավորվում, չեն կազմավորվում եւ վերջիններս կարող են այցելել Հայաստանի Հանրապետություն իրենց հաշվառման վայրի ուրեմն ընտրական տեղամասեր, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում ունեն հաշվառում եւ նշված եղանակով այցելելով տարածքում գտնվող տեղամասեր մասնակցել քվեարկության։ Այսինքն այս հարցում կարծում եմ հստակությունը նշված է։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ իրավունքի վերապահման արտերկրում բնակվող քաղաքացիների, ես կարծում եմ, որ դա բավականին մեծ նշանակության խնդիր է, այդ խնդիրը ունի թե կազմակերպական առումով, թե ընդհանուր ուրեմն քաղաքականության առումով ունի դեռևս բավականին մեծ քննարկման ուրեմն այսպես տեղ, պետք է բավականին քննարկումներ այդ հարցի հետ կապված, որպեսզի արդյունքում իհարկե կայացվի որևէ որոշում։ Եվ հետևաբար ես կարծում եմ, որ այն ձևակերպումը, որ հստակ չէ, կարծում եմ շատ հստակ է եւ ընտրական օրենսգիրքը շատ հստակ է ամրագրել, թե ինչ կարգով են այդ քաղաքացիները ուրեմն հնարավորություն ունենում մասնակցելու քվեարկությանը, բացառապես Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ընտրական տեղամասերում, ուրեմն եթե ունենա համապատասխան հաշվառում։ Անտեղի են մտահոգվել ինչպես։ Անտեղի են մտահոգվել պատվիրակությունը։ Գիտեք, մտահոգության խնդիրը հետևյալն է։ Խնդիրը կայանում է հետևյալում, որ ամենայն դեպս ներկայացված է որևէ մոտեցում, բայց մենք ունենք ընտրական օրենսգիր, ընտրական օրենսգրքում հստակ սահմանված է, թե ինչ կերպ են մասնակցելու։ Հետևաբար այս պարագայում ես որևէ գնահատական չեմ ուզում տամ որևէ մեկի խոսքին, ես ընդհանրապես փաստում եմ, թե ինչ եղանակով են իշյալ քաղաքացիները մասնակցում քվեարկությանը կամ ինչ եղանակով նրանք կարող են իրենց քվեարկությունը իրականացնել։ Ինչ վերաբերում է կոնկրետ արտերկրում քաղաքացիներին տարբեր կերպերով ուրեմն իրավունք շնորհելուն եւ այլն, դա բնական է բոլորովին այլ խնդիր է, բոլորովին այլ հարթության, բոլորովին այլ քննարկման նյութ է եւ բնական է, որպես կենտրոնական ընտրական հանձնաժողով մենք այժմ զբաղված ենք ընտրությունները կազմակերպելով ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան եւ թերևս կարծում եմ, որ ընտրությունների նախաշեմը այն պահանջ է, երբ պետք է հիշյալ բնույթի ֆունդամենտալ օրենսդրական փոփոխությունների մասին մտածել կամ ընդհանրապես քննարկել դրանց իրականացման հնարավորության խնդիրն այս փոդում։ Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակների հետ կապված խնդրին, ընտրողների ցուցակների հետ կապված բազմիցս անգամ հայտարարություններով հանդես է եկել ոստիկանությունը, ընտրողների ցուցակի ճշգրտումների հետ կապված արդեն տևական ժամանակ է համապատասխան գովազդային ուրեմն հոլովակ կա, որը հորդորում է մարդկանց այցելելու ընտրական տեղամասեր, մասնակցելու, ուրեմն եթե նկատել են թերացումներ, մասնակցելու այդ ցուցակների շփման գործընթացին։ Ես կարծում եմ հսկայածավալ աշխատանք է իրականացվել եւ կատարված աշխատանքի արդյունքում ընտրողների ցուցակները պատշաճ տեսքի են բերվել, դրանցում կատարվել են ճշգրտումներ, շտկումներ, քվեարկությունի օրվանից 40 օր առաջ այդ ցուցակները հրապարակվել են, դրանք կան նաև ինտերնետում ներբեռնման հնարավորությամբ, ինչը արվել է ուրեմն ապահովելու համար ցուցակների լիակատար հրապարակայնությունը եւ միաժամանակ հնարավորություն ընձեռելով բոլոր շահագրգիռ անձանց, որպեսզի եթե ունեն խնդիրներ, ապա դիմեն ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ, շտկումներ, ճշգրտումներ կատարելու համար։ Եվ ես համոզված եմ, որ այս ժամանակահատվածում այն քաղաքացիներ, ովքեր նման խնդիրներ են տեսնում, նրանք հենց պետք է ուրեմն օրենքով սահմանված կարգով դիմեն այդ շտկումներն իրականացնել։ Պարոն Մուկչյան, կարելի է ասել, որ լավ տեղեկացված չի ուղղակի պատվիրակությունը, որ այդպիսի խնդիրներ է բարձրաձայնում, որոնք դեպս որևէ գնահատական չեմ ցանկանա տալ, որևէ ինչ-որ գնահատականի արձանացնել ներկայացրած տեսակետները, ես ընդհանրապես ասացի այն ամենը, ինչն առկա է եւ ինչը արվել է։ Ամենայն դեպս մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կարծում եմ յուրաքանչյուրն է կարող է փաստել, որ արդեն տևական ժամանակաշրջան է, որ տարբեր հեռուստաալիքներով, ռադիոեթերով հնչում է անընդհատ կոչ, որպեսզի անձինք գնան, մասնակցեն ուրեմն այդ ամբողջ գործընթացին, այսինքն նրանք ծանոթանան ընտրողների ցուցակներին, եթե ունեն ինչ-ինչ խնդիրներ ընտրողների ցուցակների հետ կապված, դիմեն համապատասխան իրավասու մարմիններին, այդ կապակցությամբ առկա է նաև համապատասխան հոլովակ հեռուստատեսությամբ, որը եւ այս ամենը ինքնանպատակ չէ։ Այս ամենի նպատակն է, որ եթե անձին ունեն որոշակի
առարկություններ, եթե նկատել են խնդիրներ ցուցակների հետ կապված, ապա դիմեն եւ համապատասխան շտկումներ իրականացնեն։ Իսկ ինչ վերաբերում է ընտրողների ցուցակի որակին, ես եւ 2012 թվականի մայիսյան ընտրությունների ժամանակ եմ ասել եւ հիմա էլ եմ պնդում նույնը, որ ես համոզված եմ, որ մեր ընտրողների ցուցակը, որի կազման համար հիմք է հանդիսանում բնակչության պետական ռեգիստրը, թերևս իրենում այսպես ասենք, եթե պարունակում է թերություններ, ապա դրանք շատ չնչին կամ աննշան տոկոս են կազմում եւ դա էր հենց պատճառը, որ նախորդ ընտրությունների ժամանակ մենք ունեցանք աննախադեպ փոքր թիվ, երբ մարդը գալով ընտրական տեղամաս չէր հայտնաբերում իր անունը եւ դիմում էր ուրեմն դատական կարգով կամ վարչական կարգով վերականգնվելու համար։ Սա հենց վկայում է այն մասին, որ ցուցակները կազմված էին պատշաճ եւ ցուցակներում ներառնված էին բոլոր այն քաղաքացիները, որոնց տվյալներն արդեն բնակչության պետրեգիստրում եւ որոնք ունեն ընտրելու իրավունք։